Օրագիր Նյուզը ուսումնասիրում եւ իր ընթերցողների դատին է հանձնում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի եւ եկամուտների հայտարարագրերում։ Իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։ Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքացիական կնոջ Աննա Հակոբյանի, ինչպես նաեւ վերջիններիս չափահաս դստեր Մարիամ Փաշինյանի 2024 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան զույգի մյուս չափահաս զավակը Աշոտ Փաշինյանը հայտարարագիր չի ներկայացրել։ Ավելին, ըստ վերջինիս ծնողների հայտարարագրերի, նա այլևս ընտանիքի հետ համատեղ չի բնակվում։ 2018 թվականի մայիսից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա նման շարժական եւ անշարժ գույք չի հայտարարագրել։ Նա հաշվետու տարում 90 օրից ավել տիրապետում է Երևանում գտնվող մի առանձնատան, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Փաշինյանն Իջևանատուն ՓԲ-ում ունեցել է 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է, բացի այդ նա առևտրային բանկերից մեկում տարեսկզբին ունեցել է 3 միլիոն 426 հազար դրամ ավանդ, տարեվերջին 726 հազար 900 դրամ։ Կառավարության ղեկավարի բանկային հաշիվները տարեսկզբին եղել են 831,326,5 դրամ եւ 1,27 դոլար, տարեվերջին 477 հազար դրամ եւ 1,27 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 950 հազար դրամ, 800 դոլար, տարեվերջին 700 հազար դրամ եւ 500 դոլար։ 2024 թվականի հաշվետու տարում Փաշինյանի եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար 230 դրամ, որից 17 միլիոն 68 հազար 247 դրամը նրա աշխատավարձն է, 6 միլիոն դրամը Աննա Հակոբյանից ստացած նվիրատվությունը, 354 հազար 940 դրամը Հայ Էկոնոմբանկին տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը, իսկ մնացած 44 միլիոն 415 հազար, 11 միլիոն 667 հազար և 730 հազար դրամը համապատասխանաբար Ամերիաբանկից, Հայ Էկոնոմբանկից և Ակվաբանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունները։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայրգումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 միլիոն 540 հազար 227 դրամ։ Նիկոլ Փաշինյանն իր եկամուտներից 5 միլիոն 212 հազար 643 դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ծախսերին։ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մի բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը ձեռք էր բերել դեռ 2005 թվականի փետրվարի 1-ին, ինչպես նաև բաժնային 4 կոտորակինը սեփականությամբ մի բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006 թվականի մայիսի 24-ին։ 2024 թվականի փետրվարի 29-ին Աննա Հակոբյանը 45 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իրենց երրորդ մասի բնակարանը Woman Marina Roots-ի։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, համենայն դեպս ընտրողների ռեգիստրում մեզ չհաջողվեց նրա տվյալները գտնել։ Որպես շարժական գույք Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա 2008 թվականի արտադրության Nissan, 2006 թվականի արտադրության Renault եւ 2004 թվականի արտադրության Vaz։ 3 ավտոմեքենան էլ տարեվերջին պահպանվել են։ Հակոբյանը 25 հազար դրամի արժեթղթեր է հայտարարագրել, որոնք ձեռք է բերել դեռևս 2009 թվականին, իսկ գործարքի մյուս կողմը Շողեր Հրանտի Մարտիրոսյանն է։ Նա նույնպես Իջևանատուն ՓԲ-ում ունեցել է 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա տարեվերջի դրությամբ ունեցել է 10 միլիոն դրամ եւ 40 հազար դոլար անվանական արժեքով 2 ավանդ։ Աննա Հակոբյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 3 միլիոն 622 հազար 308 դրամ։ Կանխիկ միջոցներ եւս Փաշինյանի քաղաքացիական կինը տարեսկզբին չի հայտարարագրել, իսկ տարեվերջին դրանք կազմել են 650 հազար դրամ եւ 8500 դոլար։
2024 թվականի Աննա Հակոբյանի եկամուտները կազմել են 105 միլիոն 876,371 դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը Ամերիաբանկից վարկի տեսքով ստացած փոխառությունն է, 13 միլիոն 299,798 դրամը Իմ քայլը բարեգործական հիմնադրամից, 2 միլիոն 500 հազար դրամը Դարեսկից ՓԲ-ից Հայկական ժամանակ օրաթերթից ստացած աշխատավարձն է։ 45 միլիոն 500 հազար դրամը երրորդ մասի բնակարանը վաճառելու դիմաց ստացած եկամուտն է, իսկ 211,573 դրամը ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։ Ստացված վարկերի և փոխառությունների մայրգումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 44 միլիոն 415 հազար դրամ։ Մարիամ Փաշինյանը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել, նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 0,07 դրամ, տարեվերջին 26,500 դրամ։ Կանխիկ միջոցներ ևս նա չի հայտարարագրել։ Ի տարբերություն նախորդ տարվա, երբ նա ավելի քան 11 միլիոն եկամուտ է ունեցել, 2024 թվականին նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 244,023 դրամ, որից 950 հազար դրամը Step Consulting ՍՊ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 294,023 դրամը Ամերիաբանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունն է։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։